Հայաստանն իր բազմադարյա գրական ու մշակութային ժառանգությամբ կարող է ավելին պատմել աշխարհին։ Այդ համոզմունքն է մի հարկի տակ համախմբել արվեստի ու մշակույթի ներկայացուցիչների։ Քննարկել են ինչպես կարելի է մեր երկիրը դարձնել ավելի ճանաչելի միջազգային մշակութային քարտեզում։ Երկօրյա համաժողովին մասնակցում էր նաև Իսպանիայի Արարատ հայկական միության նախագահ գրող Արարատ Ղուկասյանը։ Մեծագույն խնդիրը թարգմանությունն է, հատկապես ներկա մարտահրավերների, այդ թվում ապատեղեկատվության պայմաններում։ Ի տարբերություն կինոյի կամ երաժշտության, գրականությունը հանրայնացնելն ավելի դժվար է։ Եթե տեսնում ենք, թե ինչ է կատարվում մեր շուրջը, մեր այսպես կոչված հարևանները իրենց պետությունը, իրենց պետության պատմությունը հնացնում են արհեստականորեն, ապատեղեկատվություն են տարածում եւ այդ խնդրի դեմ պայքարելու միակ միջոցը, ես կարծում եմ, դա ճիշտը, որ մենք ունենք, այսինքն պատմության ոլորտում եւ գրականության, մշակույթի ոլորտում այն ինչ որ ունենք, մեր այդ հարստությունը հավուր պատշաճի ներկայացնենք միջազգային հանրությանը։ Լույս է տեսել Արարատ Ղուկասյանի երրորդ գիրքը, բայց իրեն բանաստեղծ չի համարում։ Մասնագիտությամբ պատմաբանը գրում է հայրենիքի, ընտանիքի, մոր ու սիրո մասին։ Շատ դժվար է ունենալ Չարենց, Սևակ Թումանյան եւ քեզ համարել բանաստեղծ, շատ դժվար է։ Եվ աշխատել եմ չխորանալ դրա մեջ, սակայն ծնվեցին 3 բանաստեղծությունների ժողոված։ Ավելի հոգեհարազատ է ինձ, թեև պատմվածքներ էլ ունեմ, դեռ տպագրված չեմ, իդեպ 4-րդ բանաստեղծությունների ժողովածուն արդեն ճանապարհին է։ Արարատ հայկական միության հիմնումը շատ հետաքրքիր նախապատմություն ունի։ 2004-ին երկաշակերտ դպրոցը, որ բացվել էր առանց որևէ շահույթ հետապնդելու, կարճ ժամանակում վերածվեց միության ու աշխատում է մինչև այսօր։ Մենք այնտեղ ընտանիքով ռեստորան էինք վարձել, աշխատում էինք եւ ռեստորան մտան Գայանեն եւ Ստեփանը, քույր եղբայր են, եւ ինձանից խնդրեցին մի բաժակ ջուր իսպաներենով, ես էլ բարկացա, թե ինչու չեք խոսում հայերեն, եթե գիտեք հայերեն, բա մենք Իսպանիայում ենք ապրում եւ մեզ ոչ ոք հայերեն չի սովորեցնում, դրա համար էլ մենք իսպաներեն ենք խոսում։ Ասացի լավ, սեպտեմբերի 1-ին գալիս եք դասի։ Որտեղ ռեստորանում, ասացի։ Ես ասացի եւ մոռացա, քանի որ չէի հավատում, որ կգային։ Եվ սեպտեմբերի 1-ին գնում եմ ռեստորանը բացելու եւ հեռվից տեսնում եմ մարդ է սպասում այնտեղ։ Ու մտածում եմ հաճախորդներ են, գնամ դուռը բացեմ, որ աշխատենք եւ տեսնում եմ տատիկը թորնիկների ձեռքից բռնած Գայանեի 7-8 տարեկան էին այն ժամանակ, տետր գրիշներով եկել էին դասի նախ ինքս ինձ հանգամանեցի, այսինքն ինչու եմ ուշացել նախ դրա համար, որովհետև ասել էի ժամի 9-ին ես մի քիչ ուշ էի եկել բացել ռեստորանը, որովհետև չէի մտածում, որ պիտի գային։ Հետո գնացի խանութից փոքրիկ գրատախտակ եւ կավիճ առա եւ ստեղծվեց առաջին հայկական երկաշակերտանոց դպրոցը, որը 2 ամսում արդեն 40-ից ավել աշակերտ։ Աշակերտների թիվն այս տարի ռեկորդային էր։ Լեզվից բացի սաները հաճախում են խմբակների, շախմատ, պար եւ այլն։ Բոլորի ուղիները թեև տարբեր են, բայց միասնական նպատակը նույնն է՝ մի օր վերադառնալ։ Մի օր կցանկանանք այսպես դպրոցով, դասարաններով եւ ուսուցիչներով վեր կենալ ու գալ հայրենիք։ Իմ նպատակը դա է եղել առաջին օրվանից, երբ որ մտել եմ Իսպանիա, այդ նպատակը այնքան ուժեղ է եղել, որ ես փնտրում էի հայաշատ մի քաղաք, որտեղ կարելի է գոնե հայկականությունը պաշտպանելու, պահպանելու միջոցներ ունենայինք եւ գտա այդ քաղաքը Վալենսիան է, տարբեր քաղաքներում եմ եղել մինչ այդ։ Եվ այս տարի օրինակ 63 աշակերտ է գրանցվել, գիտեք Հայաստանում կան գյուղեր, գիտենք ինչ վիճակ է, որտեղ դպրոցներում աշակերտների քանակը չի անցնում 50-ը, դա ցավալի է իհարկե, եւ չենք ուզենա, որ մեր դպրոցը մեծանա Հայաստանի հաշվին։ Այնտեղի ծնված նոր սերունդը, այո, նույնիսկ պարտադիր է, որ գան գոնե կիրակի օրերը, կիրակնորյա դպրոց է, գոնե գան իրենց մայրենին սովորեն։
Գաղափարները հաջորդել են մեկը մյուսին։ Միության գործունեությունը չի սահմանափակվում Կիրակնորիա դպրոցով։ Բացի զանազան խմբակներից ու միջոցառումներից, հիմնական առաքելությունը հայապահպանությունն է։ Տեղական ինքնակառավարման մարմինների հետ գործակցության, նաև հսկայական ջանքերի արդյունքում Իսպանիայի մի շարք քաղաքներ արդեն ճանաչել են հայոց ցեղասպանությունը։ Վալենսիայում նաև հուշարձան է տեղադրվել։ Մեր միջնորդագրի հիման վրա 33 քաղաք եւ 1 մարզ ճանաչել են, իսկ ընդհանուր առմամբ 6 մարզ եւ 44 քաղաք, որտեղ մեզանից հետո տարբեր քաղաքներում, այլ քաղաքներում նույնպես ստեղծվեցին հայկական կազմակերպություններ, դպրոցներ, մշակութային կենտրոններ եւ Հայաստանը այլևս սկսեցին անվանել Արմենիա, ոչ թե Ալբանիա կամ Ալեմանիա կամ Ռումինիա, այլ անուններով։ Իհարկե դա ծանր աշխատանքի հետևանք։ Արարատ Ղուկասյանը կատակում է. գուցե թվա ուտոպիա, բայց թող հայրենիքում այնքան լավ լինի ծիրան հավաքելու գործը, որ իսպանացիները հասնեն օգնության։ Մեր երկիրը լավանա, գանք մեր երկիր, չէ։ Մեր երկիրը պետք է հենց ինքներս մենք լավացնենք։ Չսպասենք, որ տեղի հերոսները դուք օրինակ մեր երկիրը լավացնեք, որպեսզի մենք գանք, չէ։ Մենք պիտի նպաստենք դրան։ Եվ ես միշտ իսպանացիներին, մեր ընկերներին կատակով միշտ ասում եմ, մեր երկիրը այնքան պիտի լավանա, որ դուք գաք մեր ծիրանները հավաքեք եւ փող աշխատեք։